ես ներկայացնում եմ պետական եւ տեղական ինքնակառավարման ու հանրային հատվածի աշխատողների հանրապետական արմիությունը։ Մեր բլոկը անցած տարվա ընթացքում ներկայացրել է 4 խորհրդատվական կարծիք եւ 1 տարեկան զեկույց, հիմնականում, որոնք վերաբերվում էին ՍԵՊԱ-ի զբաղվածության, սոցիալական քաղաքականության հետ։ Չնայած թվում է, թե ոլորտը կարող է ավելի նեղ է, բայց ինքը շատ կապեր ունի մնացած ոլորտների հետ եւ կապված է ժողովրդավարության օրենքի գրակայության հետ, թե արդարադատության հետ եւ այլն։ Ներկայացված զեկույցներում շոշափվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են միավորման ազատությունը, սոցիալական գործընկերությունը, աշխատանքային օրենսդրությունը ավելի ընդհանրական եւ նաեւ ՍԵՊԱ-ի հետ կատարման ու ներդրման հետ կապված որոշ խնդիրներ, որոնք հիմա կփորձեմ կրճատ հերթով անցնել դրանցով եւ ներկայացնել հիմնական թեզերը, սահմանումներ եւ շատ մանրամասներ տարբեր եզրույթների չեմ անի, քանի որ ընդհանրապես զեկույց է, հետո քննարկման ընթացքում գուցե եթե ինչ-որ հարցեր լինեն, կբարձրաբանենք։ Ուրեմն սկսենք միավորման ազատությունից։ Այստեղ կարելի է առանձնացնել երկու ճյուղ, խնդիրների, մեկը օրենսդրական խնդիրներն են եւ գործնական խնդիրներն են։ Միավորման ազատության օրենսդրական խնդիրներ դեռևս մենք որոշակի ունենք ազգային օրենսդրությունում, կապված նրանց հետ, որ ոչ բոլոր աշխատողները դեռևս ունեն միավորվելու իրավունք։ Սա հիմնական վերաբերում է ոչ ֆորմալ եւ ոչ ավանդական աշխատանք կատարող աշխատողներին, որոնք չեն տեղավորվում այսօրվա օրենսդրական կարգավորումներում։ Մեկ այլ օրենսդրական խնդիր է, որ աշխատողները չեն կարող իրենց ուզելով որոշել, թե որ մակարդակում են միավորվում արմիությունների, քանի որ օրենքը հստակ սահմանում է տարբեր մակարդակների արմիություններ եւ աշխատողը միայն կարող է միավորվել իր աշխատավայրի մակարդակում արմիությանը եւ հետո արդեն այդ կապը խզվում է այլ մակարդակների հետ։ Եթե անդրադառնանք գործնական խնդիրներին միավորման ազատության, այստեղ կարելի է մոտավորապես առանձնացնել 3 հիմնական խնդիր։ Մեկը դա արմիությունների գործունեությանը խոչընդոտելն ու միջամտելն է գործատուների կողմից։ Մյուսը դա այսպես կոչված կրպանային արմիությունների լայն տարածվածությունն է Հայաստանում։ Եվ որոշակի խնդիրներ կան նաև արմիությունների պետական գրանցման գործընթացի հետ կապված։ Ինչ վերաբերվում է աշխատողների, ներկայացուցիչների, այսինքն արմիությունների գործունեությանը միջամտելու եւ խոչընդոտելու հետ, մենք ունենք խնդիր, որ հատկապես հանրային հատվածում, պետական եւ համայնքային ոլորտերում շատ համակարգված եւ ցայտուն տարածված է գործատուների եւ գործատուների ներկայացուցիչների կողմից արմիություններին ներքին վարչարությանը խոչընդոտելու ընդհանրապես գործունեությունը կամ ինչ որ վարքագծեր դրսևորելու, որով օրինակ կասեցվում կամ սահմանափակվում է արմիության գործունեությունը, կամ երբ որ օրինակ ղեկավարները պետական կամ համայնքային ոլորտներում եւ իրենց ներկայացուցիչները իրենք են ինքնաառաջադրվում եւ փորձում ղեկավարել նաեւ արմիությունները։ Սրանք որոշակի օրինակներ են, որոնք միջազգային օրենսդրությունում հստակ ցուցակված են եւ համարվում են միավորման ազատության կոպիտ խախտումներ։ Ցավոք մեր ազգային օրենսդրությունով թեպետ արգելված է արմիությունների խոչընդոտելն ու միջամտելը, սակայն որևէ այլ մանրամասներ նշված չեն, թե ինչ է նշանակում խոչընդոտել, եւ դա բերում է նրան, որ նաեւ այլ խնդիրների հետ կապված գրեթե հնարավոր չի լինում գործընթացներ սկսել, եթե կան այդպիսի խոչընդոտներ։ Երկրորդը, ինչպես ասացի, կրպանային արմիությունների լայն տարածվածությունն է, բավական սպეციფიկ խնդիր է հենց Հայաստանի համար, դրանք այն ուրեմն
այն երևույթն է, երբ աշխատավայրում առանձին գործում է արմիություն եւ նա ենթարկվում է միայն գործատուին եւ սպասարկում է գործատուի շահերը։ Եթե մասնավոր ոլորտում ինչ որտեղ կարելի է տարբեր սպეციფიկաների պատճառով դա հասկանալ, որ հնարավոր է այդպիսի բաներ, հանրային հատվածում այս դեպքում դա կոպիտ խախտում է հենց էլի միավորման ազատությունը, որտեղ դրանք փաստորեն գործատուի գրպանային արմիություններն են եւ ցավոք սրտի դրանք մենք ունենք տարբեր նախարարություններում, նույնիսկ այդպիսի արմիություններ ցավոք սրտի նաեւ արդարադատության նախարարությունում եւ այլն։ Եվ արմիությունների պետական գրանցման հետ կապված կան որոշակի խնդիրներ, եթե մենք գիտենք, որ որոշ իրավաբանական անձինք մեր մոտ շատ հեշտ գրանցվում են առանց գումարի, առանց ժամանակի, ապա արմիությունների գրանցումը բավական երկարատև եւ ընթացք է, որը նաեւ գումար է պահանջում։ Իսկ վերջերս նաև ներդրվել է այսպես կոչված իրական շահառուների բացահայտման ինստիտուտը, որը ցավոք որևէ տարբերակումներ չի դրել տարբեր իրավաբանական անձանց միջև եւ օրինակ արմիությունները, որը այս օրենքի իմաստով կարծես թե չունեն որևէ իրական շահառուներ, նույնպես ստիպված են ծախսել թե վարչարական, թե ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի պետական ռեգիստրի գործակալությանը տան տվյալներ, որոնք արդեն իսկ տված են, այսինքն որևէ այդտեղ ինչ որ այլ բան չի տրվում, բայց դրվում է լրացուցիչ վարչարարություն։ Անցնենք սոցիալական գործընկերությանը, այստեղ կարևոր է արձանագրել, որ ի տարբերություն միավորման, որը ազատություն է, սոցիալական գործընկերությունը դա իրավունք է, սակայն մեր օրենսդրությամբ դեռևս ֆիքսված չէ այդ իրավունքը, այսինքն ընդհանրապես կա սահմանում սոցիալական գործընկերության եւ մի փոքր կա նաեւ սոցիալական գործընկերության մեխանիզմ աշխատավայրում, երբ ասվում է, որ աշխատողը էական պայմաններ փոխելուց աշխատողի պետք է խորհրդակցի արմիությունների հետ։ Մնացած դրսևորումները սոցիալական գործընկերության, որոնք են օրինակ կոլեկտիվ բանակցությունները եւ խորհրդակցությունները, այդ իրավունքը ֆիքսված չէ, այսինքն չկա մեխանիզմներ, որոնք ինչ որ ձև կստիպեն գործատուին օրինակ գնալ բանակցությունների, եթե այդ պահանջը կա աշխատողների ներկայացուցիչների կողմից, եւ դա բերում է տարատեսակ էլի խնդիրների, երբ արմիությունները նույնիսկ երբ որ փորձում են բանակցել, այդ բանակցությունները կամ ընդհատվում են, այսինքն գործատուն հրաժարվում է բանակցել, կամ անհիմն եւ շատ երկար ձգձգվում են։ Այստեղ նույնպես օրինակ կարող եմ նշել, որ այս պահին ներքին գործերի նախարարությունում ունենք մի փոքր շատ երկար ձգձգվող բանակցության process, գուցե հետո հնարավորություն կունենանք քննարկել առանձին։ Աշխատանքային օրենսդրության հետ կապված վերջերս գիտեք, որ փոփոխություններ են եղել աշխատանքային օրենսգրքում, դրանք հիմնականում ՍԵՊԱ-ի հետ կապված չէին, բայց քանի որ նպատակն էր նաև միջազգային նորմերին համապատասխանեցնել աշխատանքային օրենսգիրքը, իսկ ՍԵՊԱ-ն ինքը մեծամասամբ հիմնվում է միջազգային նորմերի վրա, որոշակի ՍԵՊԱ-ին մոտարկման գործընթաց ստացվել է, ինքնըստինքյան, սակայն առանձին ինչ որ գործընթաց դեռևս նախատեսված չէ բայց դեռ անելիքներ կան աշխատանքային ոլորտում դա մոտարկելու, այստեղ կարելի առանձնացնել գուցե ոչ ֆորմալ աշխատանքի խնդիրը կամ չգրանցված աշխատողների ավելի շուտ խնդիրը, որը մենք թե համաշխարհային բանկի, թե արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով աշխարհում այն top 20-յակում ենք մոտավորապես գտնվում ոչ ֆորմալ աշխատանքի մասնաբաժնով եւ կարծես թե դեռևս ինչ որ տենց արդյունավետ քայլեր չի արվում այդ ոչ ֆորմալը կրճատելու եւ կարծես թե նույնիսկ վերջերս միտում կա, որ այն պետք է շատանա, որովհետեւ ինչ որ տարբեր ցանցերի եւ անձանց կողմից կարծես թե փորձ է արվում Հայաստան կազմակերպած ներգաղթ ասիական եւ աֆրիկական երկրներից անձանց, որոնք հետո աշխատում են չգրանցված անօրինական աշխատանքներում եւ չգիտեմ ինչքանով է այդ խնդիրը հիմա պետական գերատեսչությունների կողմից լուծվում, բայց փաստորեն ոնց որ փորձ արվում է ոչ ֆորմալ աշխատանքը տեղացիներից փոխել ներգաղթյալներով միգուցե որովհետև դա ավելի հեշտ կլինի, ավելի ստվերում կմնա, որովհետև ներգաղթյալները չիմանալով լեզու, չիմանալով օրենքներ եւ այլն, իրենց բողոքը չի հասնի համապատասխան տեղ եւ դրա հետ կապված նաեւ միանգամից անցնեմ տեսչական ինստիտուտների խնդիրին, որովհետև
Այստեղ իհարկե կարելի է խոսել նրա մասին, որ գործընկերության խորհուրդը այդպես էլ դեռ չի սահմանել այն վերջնաժամկետները, որով պետք է մոտարկվել ՍԵՊԱ-ի հետ կապված բոլոր առողջ եւ անվտանգ աշխատանքի հետ կապված հրահանգների մոտարկմանը, որ մենք չունենք համալիր եւ համապարփակ օրենսդրություն առողջ եւ անվտանգ աշխատանքի, բայց նույնիսկ այս ամեն ինչի մասին խոսելը կարծես թե դեռ շուտ է, որովհետեւ այն տեսչական ինստիտուտները, որը մենք ունենք, եւ աշխատանքի տեսչությունը մասնավորապես ինքը իրագործունեությունը չի համապատասխանում դեռևս ՀՀ կողմից վավերացված աշխատանքի տեսչության կոնվենցիային եւ ընդհանրապես տեսչական մարմինները, որը մեր մոտ 7-8 հատ գոյություն ունեն, կարծես իրենք ֆունկցիոնալ իմաստ կարծես թե չունեն, այսինքն իրենց գործունեությունը սահմանափակվում է նրանով, որ իրանք հրապարակում են ինչ-որ տարեկան ցանկ, թե ում պետք է ստուգեն, բնականաբար այդ ցանկումները արվածները լավ պատրաստվում են, իրենց ստուգում ես, ոչ մի բան չես հայտնաբերում, իսկ օրինակ հանկարծակի ստուգումներ կամ պարբերաբար ստուգումների համար պետք է պարտադիր քաղաքացին գտնի խախտում, գրի դիմում, որից հետո տեսչական մարմինը զգուշացնի գործատուին, բնականաբար գործատուն պատրաստվի եւ շտկի, հետո պարզվի, որ ուղղակի, այսինքն ամեն ինչ թողնված է կարծես քաղաքացիների վրա եւ վերջում անցնեմ մի փոքր խնդիրներին, որոնք կապված են ՍԵՊԱ-ի հենց բուն իմպլեմենտացիայի հետ կապված, այստեղ նույնպես որոշակի խնդիրներ կան ներդրման եւ մոնիթորինգի ուրեմն համակարգված ներառական եւ թափանցիկ լինելու մեջ, որովհետեւ ինչպես գիտեք, հրապարակվել են ճամփարային քարտեզներ իշխանությունների կողմից, նույնիսկ ուսումնասիրելով այս ճանապարհային քարտեզները, նրա եզրույթները, նկարագրությունները, որոնք դրանցում ներառված են, կարելի է տեսնել, որ կարծես թե փորձ է արվում կարել այդ ճանապարհային քարտեզը արդեն այն քաղաքականությունների վրա, որը առանցին էլ պլանավորված էր անել կառավարության կողմից, որպեսզի մի փոքր համապատասխանեցվի ու ստացվի, թե ՍԵՊԱ-ի շրջանակում է դա արվում, իսկ դա մի քիչ այդքան էլ ճիշտ մոտեցում չի, որովհետև միջազգային պայմանագրերից չի կարելի վերցնել ուղղակի այն մասերը, որոնք ավելի հեշտ է անել կամ ավելի են դուր գալիս, պետք է ավելի գլոբալ մոտեցում ցույց տալ։ Մեկ այլ օրինակ խնդիր է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը համակարգում է ՍԵՊԱ-ի իմպլեմենտացիան, ցավոք այդ միջգերատեսչական հանձնաժողովում ներառված չէ որևէ ՔՀԿ, այն դեպքում, երբ նույնիսկ գոյություն ունի այս պլատֆորմը, օրինակ կարելի էր նաև պլատֆորմին այդտեղ ներառել, մեզ մի անգամ հրավիրել են այդպիսի օրինակ նիստի, որը ամառներ, որպես ունկնդիր Գառնանը, ըստ այդ որոշման տարին 2 անգամ պետք է այդպիսի գերատեսչական մարմնի նիստ լինի եւ նույնիսկ այդ նիստը, որին մենք հրավիրված էինք, կարծես թե կիսատ եղավ, որտեղ շատ բուրըն քննարկումներով էր, բայց հետո մենք օրինակ չիմացանք, եղավ դրա շարունակությունը, եղան այլ նիստեր, թե ոչ, իսկ կարծում եմ ՔՀԿ-ներին ներգրավելը այդ process-ում շատ ավելի թե կառավարության համար կլինի ավելի լավ, թե ավելի թափանցիկ կդարձնի process-ը մոնիտորինգի, որտեղ մեր կողմից մոնիտորինգի ընթացքում նույնպես մեծամասամբ կարող են օգտագործվել այն քաղվածքները, այն տեղեկանքները, որը կառավարությունը պատրաստում է, թե ինչ են արել ՍԵՊԱ-ի համար, եւ այդպիսի համագործակցության ընթացքում մեզ էլ ավելի շատ բաց կլինի այդպիսի տեղեկատվությունը, այլապես մենք ուղղակի ստիպված կլինենք մեր միջոցներով, այն բաց հարթակներից հայթայթել այն ինֆորմացիան, որը վերաբերվում է ՍԵՊԱ-ի իմպլեմենտացիայի հետ։ Եվ նաև որոշակի համակարգվածություն պետք է լինի ընդհանուր այդ քաղաքական մշակմանը ՍԵՊԱ-ի հետ կապված, գուցե ինչ որ միտեղ համակարգված երևա բոլոր այն քաղաքական գործընթացները, նախագծերը, որոշումների նորմատիվ իրավական ակտերի, որոնք ՍԵՊԱ-ի մոտարկման համար են տեղի ունենում, որը նույնպես համ ընդհանուր երևելի կդարձնի, թե ինչ է արվում համաձայնագիրը կատարելու համար, համ քաղաքասարակության համար ավելի հեշտ կլինի հաղորդակցվելը այդ ինֆորմացիայի հետ։